Եվ այսպես ուշադրություն, շատ կարևոր տեղեկատվություն, միացեք մեր ալիքին եւ այս տեսանյութի տակ սեղմեք հավանել կոճակը։ Այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է շատ լուրջ խնդրի առջև, որը վերաբերվում է հիմնականում ֆինանսական խնդիրներին, մարդիկ չունեն տուն եւ բնականաբար Հայաստանը չի կարող նրանց ապահովել բոլորին տներով։ Հայաստանից տարեկան 300,000-ից ավելի քաղաքացի մեկնում է Ռուսաստանի Դաշնություն աշխատելու։ Այսինքն մենք նույնիսկ չենք կարողանում ապահովել այդ 300,000 մարդկանց աշխատանքով, էլ ուր մնաց Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին 120,000 հայերի։ Հետևաբար Հայաստանը անկարող է այնպիսի սպասելիքներ արդարացնել, որ դրանք կարող են փոխարինվել իրենց տներով, որ դու Արցախում ոնց ապրել ես, այնպես պետք է ապրես Հայաստանում, ունենաս քո տունը, մեքենան, աշխատանքը, պետական աջակցություն ստանաս, այդ աջակցությունները իհարկե հավերժ չեն կարող տևել եւ բոլորն էլ հասկանում են, որ դա կտրվելու է։ Բայց փաստացի մենք ունենք այսօր մի հատ իրավիճակ, որ Լեռնային Ղարաբաղի տարբեր քաղաքացիներ, չգիտես ինչ միջոցներով Հայաստանի Հանրապետությունում ունեն մեծ ունեցվածք, բնակարաններ Երևանում, ամառանոցներ Երևանից դուրս, վարում են շքեղ մեքենաներ եւ իրանք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներ են ու խոսքը մի քանիսի մասին չի։ Այսպիսի հազարավոր մարդիկ կան։ Ղարաբաղը ում համար եղել է տուն, ում համար էլ եղել է թալանի հարստացման աղբյուր։ Եվ պետք է գնալ այս մարդկանց հետևից, հարցնել, թե այդ ոնց ստացվեց, որ դու այդպես հարստացար, Ղարաբաղցին այսօր նույնիսկ մնալու տեղ չունի։ Եվ շատ արդարացի կլինի, որ մանավանդ նրանք, ովքեր որ Ղարաբաղում զբաղեցրել են տարբեր պաշտոններ, այդ մարդկանց ունեցվածքը պետականացվի, վաճառվի եւ բաժանվի ղարաբաղցիների միջև։ Միգուցե ամեն մեկը մի քանի տուն կարողանա գնել այս դեպքում։ Այդ որտեղից ստացվեց, որ կռվի մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղը զենքի պակաս ուներ, բայց փողի պակաս չունեին ղարաբաղցի որոշ պաշտոնյաներ, ղարաբաղցի որոշ այլ ճանապարհներով հարստացած մարդիկ, եւ այսօր գիտեք ինչն է հետաքրքիր, որ ղարաբաղցիները ղարաբաղցիներին չեն աջակցում։ Այդ հարուստ ղարաբաղցիները ձեռք չեն մեկնում այսօր վատ պայմաններում հայտնված ղարաբաղցիներին։ Ոչ մեկին չի աջակցում եւ Ղարաբաղի սիրելի մեր հայրենակիցները պահանջը ներկայացնում են Հայաստանի իշխանությանը։ Իշխանությունը իհարկե պարտավոր է ապահովել նրանց արժանապատիվ կյանքը Հայաստանի Հանրապետությունում, բայց միանշանակ է, որ աջակցությունները հավերժ չեն կարող տևել եւ այն մարդիկ, ովքեր որ փորձում են աչոկներ հավաքել ղարաբաղցիների անունները տալով, այդ մարդիկ մի դրամի աջակցություն Ղարաբաղի ժողովրդին չեն տվել։ Իրանք միայն օգտագործել են ղարաբաղցիներին միջև պատերազմը թալանելով նրանց, պատերազմից հետո էլ այս մարդկանց փորձում են օգտագործել որպես միտինգների մատերիալ։ Եվ մենք կոչ ենք անում նման խաբեբաների հետևներից չգնալ, կոչ ենք անում նրանցից պահանջել ձեր գրպաններից թալանված գումարները եւ այդ գումարները բաժանեք ինքներդ ձեր մեջ։ Գնացեք մտեք այդ մարդկանց դղյակներ, կանչեք դուրս ու հարցրեք, թե ինչ փողերով են այդ մարդիկ ձեռք բերել այդպիսի մեծ կարողություն Երևանի կենտրոնում բնակարաններ ու մի քանի բնակարաններ ունեն Հայաստանում բիզնեսներ, բա ինչի բոլորը չունեք, բայց մարդիկ կան, ովքեր որ ունեն։ Այդ պատերազմող երկրում հնարավոր էր այդքան արագ հարստանալ առանց թալանելու։ Եվ այսպես ուշադրություն Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդը շատ ցավ ապրեց, երբ որ Գյումրիում ընտրությունները այսպես տարբեր թատրոնային խաղերով դարձավ մի հատ շատ վատ թատրոն։ Հայաստանը այս տեմպերով ապագա չի ունենալու, այսինքն մենք կամ ընտրում ենք նախկիններին, կամ ընտրում ենք ներկաներին, չկան ուրիշ ուժեր։ Նախկինների փորձը դուք չգիտեք, որ Վարդան Ղուկասյանին սարքեցի Գյումրիի քաղաքապետ։ Ինքը նախկին իշխանությունների ներկայացուցիչ է, այսինքն նախկինում իշխանություն ունեցած ներկայացուցիչ է։ Եվ մի բան էլ հայտարարում է, որ ասում է մենք Բելարուսի կարգավիճակով միութենական պետություն լինեինք ռուսների հետ։ Իր ցանկությունը դա է։ Այսինքն անկախությունը հեչ, այն ինչի համար որ պայքարել են
Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, Մոնթեն, շատ լեգենդար մարդիկ, որոշ այսօրվա մարդկանց համար դա ցավոք սրտի արժեզրկված է կամ նրանք արժեզրկում են իրենց նմանատիպ հայտարարություններով։ Ինչ անենք, վեր կենանք լքենք այս երկիրը այն պատճառով, որ այս երկրի ժողովուրդը չի հասկանում ում ձեն տա։ Այսօր շատ կարևոր է, որ մարդիկ տեսնում են, չէ, որ երկիրը ղեկավարվում է համակարգային միջոցով, այսինքն ընտրելով այսինչ ինչին որպես երկրի ղեկավար, այդպիսով ամեն ինչը չի ավարտվում։ Պետք է իմանաս, թե ովքեր են այդ մարդու նախընտրելի նախարարները տարբեր պաշտոններում, ինչպիսի կրթություն կամ փորձ ունի այդ մարդը, հավասարակշռված է թե ոչ, ժողովրդին սիրում է թե ոչ, ռուսամետ է, եվրոպամետ է թե հայամետ է։ Սենց բաների պետք է ուշադրություն դարձնել, ոչ թե ասի ես կուզեմ միութենական պետություն լինենք ռուսների հետ ու գա դառնա Գյումրիում քաղաքապետ։ Մենք բոլորովին չենք ուզում ռուսների հետ վատ հարաբերություններ, բայց Հայաստանի Հանրապետության անկախությունը վեր է ամեն գաղափարից ու արժեքից։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ռուսական խաղաղապահ զորքին դիմավորեց մեծ ցնցությամբ, նույնիսկ Ծառուկյանը գնաց այնտեղ ռուսական եկեղեցի չկար, ռուսական եկեղեցի կառուցեց, որ ռուս զինվորները առաքելական եկեղեցում չաղոթեն, այլ ուղղափառ եկեղեցում աղոթեն իրենց եկեղեցում, էդ էլ արեցինք, բայց ինչ արեցին Ղարաբաղի հետ, տվեցին ադրբեջանցիներին եւ կրկին դրա մեղավորը Հայաստանի իշխանությունն էր։ Հայաստանի իշխանությունը ինչ կապ ուներ ռուսների եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ։ Նրանք երկուսը միտեղ էին, նրանք երկուսը միմյանց հետ շփվում էին եւ Ռուսաստանը կարող էր Հայաստանից անկախ Լեռնային Ղարաբաղը անվտանգ պահել ադրբեջանցիներից։ Ռուսները եթե ուզենային, Ադրբեջանը ոչ կկրակեր, ոչ կհարձակվեր, ոչ մի գործողություն չէր կարող ձեռնարկել։ Սա էլ ռուսների մասին մենք չենք ուզում շատ խորանալ, իհարկե հարցեր կան ռուսների հետ պարզաբանելու, շտկելու, որպեսզի այս վատ հարաբերությունները ռուսների հետ ավարտվեն։ Իսկ ինչի պետք է ավարտվեն ռուսների հետ վատ հարաբերությունները, եթե մենք ասում ենք Թուրքիայի հետ պետքա բացվի սահման, Ադրբեջանի հետ պետքա լինի խաղաղության պայմանագիր եւ սկսենք աշխատել Ադրբեջանի հետ տրանսպորտային կապը բացենք եւ այլն։ Այսինքն սրանք ցեղասպան երկրներ են մեր հանդեպ, սպանել են մեր ազգաբնակչությանը եւ մենք ուզում ենք նրանց հետ այսօր վերականգնել հարաբերություններ, Ռուսաստանը ըստ էության իր ձեռքով երբեք մեզ ցեղասպանության չի ենթարկել։